Հանրությունը օրեր շարունակ քննարկեց Մերձավանի դպրոցում աշակերտների ու ուսուցչուհու միջև տեղի ունեցածը, քննադատեց ու վիրավորեց բողոքող աշակերտներին, հետո հերոսացրեց պատմության ուսուցչուհուն, արանքում էլ բարեգործ իշխանականներ ու նրանց սպասարկող լրագրողներ հայտնվեցին, ովքեր այցելեցին, աջակցություն ցուցաբերեցին ու վերջ։ Սկսեմ, ասեմ, ուրեմն այն օրը դասի ժամանակ ինքը իր աթոռը վերցրեց, տարավ կցրեց պատին, պատի վրա հենվեց, սեղանը քաշեցի գծեց, ասեցի ես այնքան դասը չեմ պատմելու, միջև այս դասի ավարտվելը։ Հա, միջև լռեք չէ, դուք միշտ ասել եք, գնում հետ եք կպնում ու սենց եք անում, ծամոն եք ծամում, այն օրը հիմա ասում եք ընկեր Դավթյան, որ դուք հիվանդ չեք, բայց այն օրը ծնողական ժողովի ժամանակ դուք ասում եք, դուք դուռը փակել եք իմ վրա, դուք չեք թողում գնամ հաց ուտեմ, խնդրում եմ, իմ փորը ցավում է, այսպես, դուք ձեր փորը բռնած, ես այնտեղ եմ եղել, ասում եք, ես սոված եմ, դուռը բացեք գնամ հաց ուտեմ, ծամուն եք ծամում, դուք ձեր կյանքի մանրամասներն եք պատմում, ձեր բումաժնիկը բացել եք, ցույց եք տալի, ասում եք, նայեք, ես գումար չունեմ։ Թեման այսքանով թեժացավ ու ավարտվեց, բայց արդյունքում այդպես էլ խնդիրները լուծում չստացան։ Չպարզվեց, թե հիմքում ինչ խնդիրներ կային։ Իրավապահներն էլ կարելի է ենթադրել, որ հեռու մի անկյունում նայում էին ու լուր ծխում։ Ամեն ինչ ի վերջո մնաց քաղաքասարակության ու լրագրողների վրա, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում փորձեցին պարզել, թե ով մեղավորության ինչ չափաբաժին ուներ։ Հանրությունը դեռ չէր ավարտել աշակերտներին վիրավորելը, հեռակա կարգով խրատելն ու անդաստիրակ անվանելը, երբ ի հայտ եկան այլ հանգամանքներ։ Այս անգամ ուսուցչուհու դեմ սկսեցին խոսել նաև այն դպրոցների տնօրենները, որտեղ նախկինում աշխատել է, իսկ պարզվում է, որ նախկին աշխատավայրերում ուսուցչուհին ոչ կոռեկտ վարքագիծ է դրսևորել, բացի այդ նաև անհարգի բացակայել է դասերից, եւ ամենակարևորը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Մինչև իշխանական падգամավորներն ու իրենց մոտ կանգնած մարդիկ փորձում էին աջակցել ուսուցչուհուն, այցելել նրան կամ նյութական օգնություն տրամադրել, այս անչափ կարևոր հանգամանքի ի հայտ գալուց հետո բոլորը լռեցին։ Նրանցից եւ ոչ մեկը չշարունակեց հետաքրքրվել, թե ինչպես կարող էր հոգեկան խնդիրներ ունեցող կինը աշխատել որպես մանկավարժ։ Բոլորը ֆիքսվել էին յասաման ուտելու մասին աշակերտի հայտարարությունների վրա, բայց այստեղ էլ բուռն քննարկումների կիզակետում ուշադրությունից դուրս մնացին մեկ այլ աշակերտի խոսքերը։ Եթե դասատու լինեք, եթե դուք լավ դասատու լինեք ու դուք լավ հայրն եք, չեք ասի, հայ ճանաչելով թուրքի սիրում եմ։ Լավ եմ արել ասել եմ, բայց ես չեմ ասել։ Պարզվեց, որ ուսուցչուհին վիրավորել է հայերին, սեր խոստովանել թուրքերի հանդեպ, հետն էլ հաստատել, թե լավ է արել։ Ու երբ պարզվեց այս կարևոր հանգամանքը, զարմանալիորեն բոլորը լռեցին։ Աշակերտներին վիրավորողներից եւ ոչ ոք չխորացավ, թե նրանք ուսուցչուհու որ խոսքերից էին այդչափ բորբոքվել։ Իհարկե, գուցե երեխաները շատ լարված էին ուսուցչուհու դեմ եւ առանց քաշվելու խոսում էին նրա մասին, գուցե նաեւ ոգևորված էին տեսախցիկների առկայությունից, բայց հարկավոր է հասկանալ նրանց զայրույթի իրական պատճառը։ Եվ եթե փոքր ինչ վերլուծենք, գուցե եւ դրվատանքի արժանացնենք այն աշակերտներին, որոնք թուրքերի հետ բարեկամության մասին իշխանական քարոզչության մեջ չեն կորցրել իրենց զգոնությունը եւ ուսուցչուհուց պարզաբանում էին պահանջում նրա ապազգային քարոզի համար։ Հայք Նյուզի հետ զրույցում դեպքին անդրադարձավ հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Նրա խոսքով այստեղ նաեւ կազմակերպվածության տարրեր կան։ Սա ուրեմն ընդամենը խապկանք է։ Ընդամենը առաջին ամենամակերեսային տպավորությունը։ Սա շատ ավելի խորքային երևույթ էր, որը ներկայացված էր բավականին տգեղ փաթեթավորմամբ, այնպիսի փաթեթավորմամբ, որ ստանանք այն ռեակցիաները, որոնք ստացանք, որ այս ինչ անդաստիրակ երեխաներ են, այս ինչ սերունդ է մեծանում, ուսուցչուհու հետ ինչպես են խոսում եւ այլն եւ այլն։ Հոգեբանի խոսքով երեխաները թիրախավորվեցին, բայց նրանց խոսքում իրականում ուսուցչի հանդեպ վիրավորանք չկար։ Երեխաները ընդամենը բարձրաձայն եւ ինչ-որ ժեստիկուլյացիաներ, որ տգեղ էր, իրենք խոսում էին, ուրեմն դուքով, իրենք դիմում էին ընկեր էսինչյանով, այսինքն որևէ ուղակի վիրավորական խոսքի արտահայտություն համենայն դեպս իմ տեսած տեսանյութերում ես չտեսա։ Կարինե Նալչաջյանը նաև ընդգծում է, որ այս ամբողջ թոհուբոհի մեջ չնկատվեց երեխաների բովանդակային խոսքը։ Պարզվեց, որ ուսուցչուհին ըստ էության, ուրեմն թշնամքի բան է տարածում սեփական ազգի նկատմամբ։
այն պատմության ուսուցչուհին։ Այսինքն այստեղ վիրավորվել էր երեխաների ազգային արժանապատվությունը։ Հոգեբանը նաև բարձր է գնահատում երեխաների զգացմունքները եւ ընդգծում, նույնիսկ լավ է, որ մեր պատանիներն արդեն ազգային արժանապատվության զգացողություն ունեն։ Հիմա այդ դեպքը ներկայացվում է այսպես ծուր հայերիների ձևով, ուրեմն զոհի կերպարանք ստացած ուսուցչուհին, որը իսկապես պարզվեց, որ ուրեմն հակահայ քարոզչություն է անում։ Գիտեք, դա շատ վտանգավոր բան է, շատ վտանգավոր։ Մանավանդ այս մեր ուրեմն շրջանում, որտեղ մենք հիմա ապրում ենք, գոյատևում ենք, որտեղ ազգային ինքնությունը առանցել բոլոր կողմերից թիրախավորված է։ Ուղղակի, անուղղակի, երևացող, չերևացող, եւ այստեղ բարձվում է մեր դպրոցում աշխատում է դպրոցներից մեկում ուսուցչուհի, որը ոչ ավել, ոչ պակաս պրո-ադրբեջանական քարոզչությամբ է զբաղված։ Տիկին Նալչաջյանն ասում է, որ հոգեբանական պատերազմի օպերացիաներ կան, որոնց բովանդակությունը սրտաճմլիկությունն է։ Հոգեբանը նույն համատեքստում հիշեց նաև Արտուշ պապի պատմությունը, ում նախ ոստիկանները թույլ չէին տալիս բարձրանալ ծիծեռնակաբերդ, հետո էլ հարցին խառնվեց իշխանությունը ու սկսվեց նույն հերոսացման պատմությունը, որի գլխավոր հերոսը դարձավ ոչ թե պապիկը, այլ նրան օգնող ու ձեռք մեկնող իշխանությունը։ Բայց հետո ինչ պարզվեց, պապիկը Նիկոլի ոտները լվանում էր, ջուրը խմում էր, էլի այդ աչքի ինչ-որ բաներ էր անում։ Այսինքն դա կազմակերպված հոգեբանական օպերացիա էր։ Այստեղ մենք տեսնում ենք դրա մեկ այլ դրսևորումը եւ իր հետևանքներով էլ, գիտեք, այնտեղ էր այն պապիկի դեպքում, մեկ էլ մենք տեսանք մարդիկ խճարությունից դրդված, ինչ-որ չգիտեմ, փաթեթներով գնացին, մեկը էս հարցում է ուզում օգնել, մեկը մյուս հարցում, դա խոսում է մեր ժողովրդի բարոյական կերպարի մասին, դրական իմաստով, բայց ցավոք սրտի այդ մարդիկ ծուղակի մեջ են։ Այլևս զարմանալի չէ, որ այս իշխանությունը հերոսացնում է օրինակ թրքասերներին, քանի որ իրենք հենց այդպիսին են։ Դրա համար նման դեպքերի բացահայտումից հետո համապատասխան մարմիններն ու իրավապահները վերանները ջուր են առնում ու լռում։ Դպրոցը բոլոր ժամանակներում համարվել է հայ երեխայի արժեհամակարգի ձևավորման դաստիարակության կարևոր դարբնոց։ Սակայն այսօր դպրոց են գործուղվում մանկավարժությունից հեռու մարդիկ, որոնք վտանգավոր են երեխայի դաստիարակության համար։ Բարդ ու դժվարին ժամանակներ ենք ապրում։ Ով կմտածեր, որ երբևէ հայկական դպրոցում կարող են հայտնվել թշնամու հանդեպ սեր քարոզողները։ Սա հետևանք է թշնամուց խաղաղություն մուրացող ԿՊԱ-ական իշխանության կողմից վարվող հակահայկական քաղաքականության։ Ահա թե ինչու մանկավարժությունից հեռու, անգամ հոգեկան խնդիրներով տառապող անձիկ հայտնվում են մեր դպրոցներում որպես իշխանության գծի կրողներ ու վայելում իշխանության բարեհաճությունը։